Կյանքի դռներն են տես բացված Պահպանելու հայրենիքի անդորը մեկնում ենք սարայության Արջևում սարեր ու ճանապարհ Արջևում 2 տարի դժվար Թողուն աղբայրն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար Զինվորներ ենք մենք, կայլում ենք վստահ ու չենք նանջում Չէ որ հայրենիքը մեր, մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն Զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար Չէ որ հայրենիքը մեր, մեզնով է ծաղկուն, մեզնով է ամբար Սաղ զորամասում ստուգումներ ակրում դու եկել լաթերով նստել ես Բայց ինձ Վարդանյանն է թույլ տվել Ասում եմ գնա բացինգա հագի Արեսուվը վրավիտներ անմարա Իչեք վրից սայ լեկտիներ Ոնց կարող եմ մխոն Ջանշյանի համար Բարի Էնել զորամասում Էնել ստրիպտիզ Պարոն կապիտան Ես հարց ու փորձ եմ արել ու ինձ ասել են, որ Հովսեփյանը ընկել է տուրնիկի վրա Ես բուրդ եք չպխում ստեղ Ոչ մի կերպ, պարոն կապիտան Թե ես ցուցապայտ է Ցուցապայտ չի Հասկացա Բայց զինվորներին ավելի շատ կարա վնաս տա Հարմար էր էլի Հասկանում եմ, պարոն կապիտան Կվերացնեմ թերությունը Կապտյոր կա Լսում եմ Այդ ձեր հեռուստացույցն էր Ճիշտ այդպես, պարոն կապիտան Բա ուր էիք տարել, ինչի վաշտում չէր Փչացել էր տարենիք սարքելու Երբ էր փչացել Ես 2 օր Փչացել էր, թե փչացրել էիք Ճիշտն ասած, զինվորը ձեռը ծնգել էր Զինվորին հաշ չեք տալիս Սղացել ընկել է Հեռուստացույց դիտելու ժամեր Ննջարան տանելուց տենց կա Այդ զինվորին իմ մոտ կանչի Որ են, որ հեռուստացույցը գցել է Լսում եմ Աշտոյան, քո հերթապահության ժամանակա պարզվել, որ այդ փամփուշները չկան։ Միգուցե այդ եղել է նախորդ հերթապահի ժամանակ։ Առանց հաշվելու հերթապահություն ընդունել ես ու հայտնվել շատ վատ իրավիճակում։ Տեսար ոնց երևաց ձեր ծառայության որակը։
ավեշ չունենալը, թերանալը, ծուլանալը ծառայության մեջ շատ վտանգավոր է։ Մի անգամ կարող է բախտդ բերի, բայց երկրորդ անգամ բացահայտվի ու մի անգամից երկուսի համար հատուցես։ Ես էլի հետաքննություն եմ նշանակում։ Միգուցե դրանք են փամփուշտներն են, որ գտել են Գարիկի ուսապարկում։ Դու քո մեղքի բաժինը ունես, Շտոյան, բայց հիմա պետք է պարզել, թե ով է վերցրել այդ փամփուշտները։ Պարոն գնդապետ, Գարիկի ուսապարկի մեջ մինչև մեր կորցնելն են հայտնաբերել այդ փամփուշտները։ Ինչ գիտես, որ մենակ երեք են քո երթապահները առանց փամփուշտները հաշվելու հանձնում ընդունում արել։ Որովհետև դրա առաջի օրերը ես անձամբ եմ վերահասկել։ Իսկ ինձ թվում է, որ այդ փամփուշտները վաղուց ձեր մոտ չեն։ Ու դրա մասին սերժանտները իմացել են ու ծածկել։ Բայց այդ կպարզվի։ Ոչ մի բան էլ մութ չի մնա։ Մարդանյան, բա ոնց եղավ, որ հեռուստացույցը ձեռքիցդ գցեցիր։ Ննջարան տանելուց չգիտեմ ոնց եղավ ձեռիցս սեղած ընկավ։ Որտեղից էիր տանում։ Կապտյորքից։ Ամեն անգամ, երբ որ հեռուստացույց եք նայում, քեզ են ասում, որ հեռուստացույցը տանես։ Ոչ մի կերպ։ Առաջի անգամներ։ Դե չէ, էլի ա եղել, որ ես տանեմ։ Իսկ ոնց է ձեր մոտ։ Կա ինչ-որ մեկը, որ ասում է, ով ինչ անի, թե սերժանտներն են կազմակերպում։ Սերժանտներն են կազմակերպում։ Կոնկրետ քեզ սերժանտը ասեց, գնա հեռուստացույցը բեր։ Ճիշտ այդպես։ Ու դու մեծ սիրով գնացիր հեռուստացույցի հետևից։ Քրտնեցիր։ Սերժանտները շատ են քեզ գործի դնում։ Կողմնապահություն կա։ Ոչ մի կերպ։ Իսկ կոնկրետ որ սերժանտը քեզ ասեց գնա հեռուստացույցը բեր։ Կոնկրետ չկա, չեմ հիշում։ Ինչ ես խոսում այդ տղա։ Հենց է որ մեկը պետքա բերեր, ես գնացի։ Բանորը ասում էիր, որ քեզ են ասել, որ գնաս բերես։ Դե կոնկրետ թեման գնալուն եղավ, տղեկը նային ինձ, ես էլ գնացի։ Նայեցին քեզ, ամբողջ վաշտը քեզ նայեց, այդպես մի անգամի շրջվեցին ու քեզ նայեցին։ Ինչի, որովհետև գիտեմ, որ դու ես գնալու, այդ հասկացանք։ Դե ոչ բոլորը նայեցին։ Գնային սերժանտներին կանչի, ովքեր ներկա են եղել։ Լսում եմ։ Ես չգիտեմ սրա վերջը ինչ անելու։ Մտամի պատմությունը քիչ էր, հիմա այս փամփուշտների պատմությունը։ Լրիվ կորցրել եք ձեր վստահությունը։ Ինձ խափում ասում եք ամեն ինչ նորմալ է, իրականում ոչ էլ հաշվում եք։ Տենցած է Վաղեկյան։ Ոչ մի կերպ։ Բա ինչի տենց արիր։ Ինչի կարաս բացատրես։ Ես շատ վատ եմ զգում ինձ, պարոն Ենթասպա։ Իսկապես մեծ սխալ եմ արել։ Ուղղակի այդ քարտեզները պիտի թարմացնեի, դրա համար տենց արագի մեջ հանձնում ընդունում արեցինք։ Հետո էլ ինչ իմանայի, որ ինչ-որ մեկը կարող է փամփուշտ վերցրած լինի։ Լինելու բանը մի անգամ ալնում։ Պետքա միշտ ուշադիր լինես։ Եթե անգամ վստահ ես, որ այստեղից փամփուշտ չեն վերցնի, մեկը պետքա էլի ստուգես։ Այդ ծառայության դրբություններից է։ Պետքա իմանաք։ Պարոն Ենթասպա, կապիտան Գևորգյանը այն սերժանտներին է կանչում, ովքեր հեռուստացույցը փչանալու օրამდեղ են եղել։ Ինչի՞։ Ինչ ես ասել, որ կանչում են։ Հարցրեց ովքեր են եղել, ես ասացի բոլորը եղել են։ Հիմա կանչում է, ուրիշ ինչ ասեի։ Գնացեք Արման։
թույլ կտակ, պարոն կապիտան։ Եկեք։ Պարոն կապիտան, ավագ սերժանտ Հայրապետյանը ներկայացել է ձեր հրամանով։ Պարոն կապիտան, սերժանտ Աղեկյանը ներկայացել է ձեր հրամանով։ Նստեք։ Հայրապետյան եւ Աղեկյան։ Իդեպ հեռուստացույցը արդեն աշխատում է։ Կարաք էլի նայեք։ Բայց ինձ թվում է չարժի է լեն զինվորին ասել, որ բերի հեռուստացույցը։ Մարդս կարող է մի անգամ էլ գցի, ջարդի, այս անգամ սարքել չլինի։ Թե ինքը այդ գործում լավ է, ինչ էլ նման իրան եք ասում։ Ով է իրան ասել, որ հեռուստացույցը բերին ընջարան։ Չեք հիշում, հա։ Զինվորը հիշում է, իսկ դուք չեք հիշում։ Դե տնենց բան չի։ Կարևոր բան չի, որ հիշենք, պարոն կապիտան։ Հեռուստացույց դիտելու ժամեր բոլորը հավաքվել էին, ինքն էլ գնացել բերել է։ Լավ։ Որ ձերքից գցեց հեռուստացույցը։ Ինչի տենց հարցակվեցիք այդ տղու վրա։ Հիմա մարդը ձերքից գցել է, տենց բան չի լինում։ Մենք իրան չենք նեղացրել։ Ուղղակի միասին մտածել ենք, թե ոնց նորոգենք։ Եվ Մուսայելյանը զբաղվել է այդ գործով։ Բայց ամեն դեպքում դուք այդ օրը հեռուստացույց չնայեցիք, չէ՞։ Իսկ հեռուստացույց նայելը զինվորի համար կարևոր բան է, շատ կարևոր։ Շատ տղաների մոտ բողոքի ալիք բարձրացավ, թե ինչի մենք իր պատճառով պետք է հեռուստացույց չնայենք։ Ովքեր էին բարկացել։ Հովսեփյան Մելիքսեթը կբարկանար։ Մարտունն ու Մելիքսեթը վիճել են դրա համար։ Մելիքսեթը սպառնացել է Մարտունին եւ այլն։ Ու հետո մենք Մելիքսեթին տեսնում ենք կապտուկներով։ Մենախոսություն չէ։ Խոսացեք։ Հետո ինձ հարցրեց դու ինչ ես գնաց հեռուստացույցը բերել։ Ու ինչ որ մեկը չի ուղարկել։ Դու ինչ սիր։ Ասեցի չէ։ Պրոստը մեկս պետք է գնար, դրա համար ես գնացի։ Վաշտը շարվի։ Գնալու ենք Բշտիկյանի մոտ։ Էլի հարցակնության են կանչել։ Հա, արագացրեք, դրսում շարվեք։ Գևորգյանը տղեկին հարցակնում։ Ու։ Դե Արման Լևոնին։ Հեռուստացույցի պահով։ Հեռուստացույցի պահով ինչ։ Դե չգիտեմ, ինչ որ կասկածելի բան է նկատել։ Հա, բայց ո՞նց է իմացել։ Հեռուստացույցը ներս ենք բերում, տեսավ ու հարցեր տվեց։ Ու ես էլ ասեցի տարել ենք սարքելու։ Ու տես սկսեց ամբողջ պատմությունը։ Հիմա մեղադրում ես թե ինչ եմ ասել, բա ինչ անեի։ Ասեց, ինչի հեռուստացույցը ձեր վաշտում չի։ Ես էլ ասեցի տարել եմ սարքելու։ Այս ամեն ինչը, որ ջրերես դուրս եկավ, քո չզեկուցելու պատճառով, մեր համար շատ վատ առնելով։ Այս Մարգարյանը աշկիս բուլալա է երևում, գիտես։ Մեղմ եմ էլի արտահայտվում։ Ասա ոնց կարա քո մտքով տես բան անցնի։ Ասենք ոնց կարա մխոն ստրիպտիզ բարի։ Ինտիլում համար Ջամշոյանի, չէ։ Հա էլի։ Ասենք ուրիշ տղալներ ասենք հա։ Սաղ մեջքս քերել եմ մակար։ Նոր գնացի ես մեր մանկական պոլիկլինիկա։ Երկու հատ ուս ստանամ քեզնից մակար։
Ամբարձում։ Արի եսա վաշտի շարվում է։ Այդ տղա չես տենում պարապում եմ։ Հետո կպարապես չի լինի։ Դե սպասի երկու պատխոձից են կալբասը ուտեմ գամ։ Այդ տղա ասում եմ վաշտը շարվում է, թող արի վայ։ Սպասի վայ։ Գնացինք։ Արա վերջը դուք բիցեպսներից վայս է կրնելու, հա։ Դու վազի վաշ ես տենամ գարիկն ուրա գամ։ Լուրջ եմ ասում, շատ լավն է։ Մռութ է։ Ոնց ասես, քեզ խելոք բայ։ Բարերը չափավորի։ Ճիշտ է, բարերը չափավորի։ Տղեկ ինչ եք աղջկան նեղացնում։ Բայց մենք չենք նեղացել այդ աղջկան։ Я видел, как вы разговаривали. Բայց սիրուն աղջիկը, ասենք հետը խոսանք, ինել մեզ չորեց։ Որովհետև աղջիկա այդ խոսալու կուլտուրա չունեք։ Կարիք ջան, կարող է այդ աղջիկա այդ մոտիկություն կա, բան կա, որ տենց նեղվեցիր։ Չէ, ոչ մի բան էլ չկա։ Պրոստը ես չեմ սիրում, որ աղջիկա հետ տենց են խոսում։ Մեզ այդ չի սազում։ Այդ քո խնդիրն է։ Это и моя, и твоя проблема, брат։ Ախպեր, մենք մեր համար կայնացենք, ինչ մեկ էլ վրավիկներ ես անում։ Я вас предупреждаю, որ սրանից հետո էլ չտեսնեմ, որ աղջիկա հետ տենց խոսակ։ Բայց դու մեզ չես կարող զգուշացնես։ Ну, я сказал, если еще раз такое увижу, на меня не обижайтесь, ребята։ Գարիկ, ես ձև ես խոսում։ Մենք ոնց ուզենք այտենց էլ անելու ենք, ու հենց մեկը նրա համար, որ դու չես կարող մեզի գաս ասես ու ունեն ստացվի, որ քո ասածով է։ Լավ, ոնց ուզում եք տենց էլ արեք։ Ու տենց էլ անելու ենք։ Ուր հազվից միշտ խոսքով են բացատում։ Իսկ որ տեսնում են, չեն հասկանում։ Перехожу на методы, которым будет им более понятно։ Ախ, մորս ծարեց։ Մորարք ես երթում։ Ну что, так понятнее, да? Փոշմանելուս էլ է։ Ага։ Իջեք շարվեք։ Մինաշյան Գարիկին ասեցի, որ շարվում ենք, ասեց հեսա գալիս եմ ու ես իմ ուր գնաց։ Գնաս ամինասը կանչեք։ Մինոս, ես չեմ կարա շարվեմ, ոտս ցավում է, սաղ վերք է եղել։ Ուշքետ գնացել ես։ Չէ։ Ասո ինձ թող քեզ տան։ Եղավ Մինոս ջան։ Ճամշը ուրա։ Ճաշարանում է Մինաշը։ Կարի գուր էիր։ Առաջի վաշտի տղեկի հետ թեմա էր եղել, դրա համար ուշացա։ Ինչ թեմա էր։ Ձե հետո կասեմ։ Անի շարք։ Ծախ, դարձ։ Հայլո, մարշ։ Ծախ, 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 աջ, ծախ։ Դեմու, կան, ար, գարիլ, վարուշ, պետիմ մոդիգնալ, հերանալ, ոչ եմ պարամուն կերամի կուկամ։ Աչ տարդ, շարքային ամբարձումյան։ Ես եմ, ինձ մոտ։ լսում եմ։ Բարոն Սերժան Չարկային ամբարձումյանը ներկայացել է Սատեսին ինչ է։ Կանգնի շարք։ Լսում եմ։ Են առաջի վաշտի արամ, բան որ կան։ Դրանք Կարնեի հետևից ռեպլիկներ են թողնում։ Դե ես ասեցի, որ տենց էլ չանեն։ Սկսին հակաճառել, հետո ասելուց հետո էլ էլի հետևից քայլել, էլի զզվելի բաներ ասել։
Դեսը մի երկու հատ տվի էլի դրանց։ Լավ է ծերը։ Աստում ան դրանց։ Բարև ձեզ։ Բարև կարպիս։ Մինաշ ջան, հետդ խոսալը բանկը։ Սա։ Ձեր գարիկի պավա, իմացել ես ինչ արել։ Հա, այնոր ձեր վաշի տղեկի մի երկու հատ 10 իրաշճական ապտակ բան է տվել, դոր մարկսես։ Հարցակվել է տղեկի վրա, խփեք գցել է գետին։ Տենց չի, չէ ձևը։ Ինչ է ձևը։ Թե քիչ է լեղե, դոր համար ես անհանգստացել։ Փոխանակերտաս մի հատ մեծ դու երկու ճարոտի դոնց տաս, եկի բան խոսաս հետես։ Աղջիկ է վերջի, չաստի մեջը կաշխատի, մի կրակն է ընգե, որ այդ վաշտի լագոդները իրանց պես պահեն։ Արգանք կա, աղջիկա շփվելու ձև կա։ Բադը գիտես որն է, որ զորամասից դուսը դոնք իրանց նույն ձևի կպահեն։ Մեր վաշտի մեջ էշ մարդ չկար աղջիկա շփվելու ձև սորովեցն է դաստա։ Մխոն։ Հա։ Քեզի քսեն կդոս խերգես մխոյ մոտ դասերի, հանգստի ժամին կամ ինչ որ մեր ժամին, դիք արդեն հետո կպայմանար։ Ես իրան լուրջ բան կսեմ։ Ռեպլիկ գցել է որն է։ Դու տես ես դոնց ի ճորը գցել։ Մխո։ Այլը։ Ասամինաշն։ Թազա աշակերտներ ունես։ Յա, մխո։ Ինքը չէ։ Դու նենթունակ երեխեք են, ոնց ատեն բարադիներից են։ Բարադիներից են։ Լավ էլի աղպենյական, դրանց մի կապ եք վզիս էլի, թե չէ թե թոթիկի դպրոցն է դառնալու։ Մեզ էլ կակրա զդիգ է պետք, էլի որ 10 սորվեցնես թե ինչ ձևի բդի շփվին աղջիկների հետ։ Ինաշն, ես հիմա լավի ուրիշ սֆերայի մեջ եմ։ Տղա հարաբերություններն եմ էլի մտցնում տղեկի գլոբուսները։ Տվեք ուրիշը թողանի։ Չէ։ Դուք սորվեցնես ու վերջացա։ Ամեն վերջում պետք է քնություն վերցնես, էլի։ Եթե մարդ ես հանգարց կդրվողներ եղավ, ես արդեն իրացով կզբաղվի։ Դե քեզ արդեն կսենք, որ ժամին եփ խերգես։ Ամի ցավումա թե մզումա։ Երկուսն էլ։ Բժշկությունը ինչ ասեց։ Կույրաղիկը տեղասնելու են։ Հələ ոտը սա ցավում, դու ասում ես կույրաղիկ։ Դե կույրաղիկից խփում է ոտին վերք մերք անում, դու չգիտես։ Բժշկությունը չի ասել քեզ այդ մասին։ Հիմա ով գիտի իմացել են հարուստ ես, вообще են բարդացրել չէ վիճակը։ Ռեանիմացիա չես պարկելու։ Ելենան ասեց ինչ ես բացին կահաք է, վիճակը ավելի է վատացել։ Սաղ են Մելիքսեթյանն էր, ինք ասեց գնա բացին կահաքի։ Հələ թե արի ու մի ասարը։ Հələ նոր ես քալիզմ անցել։ Լավ չես սերտել է դասը, դայ պուլիկ։ Որ ասեց ինչ անեի, ասեց զինվորական ոստիկանությունից են եկել ստեղ, դու ուզում ես խայտարակ անես մեր զորամասը, ես էլ գնացի հակա։ Հələ ես ոնց եմ անգնում ներվատոպրյակի մեջ։ Հələ ես խեղտվում եմ ձեր այդ այ մութու խավար հասարակություն, արա։ Հələ ես, որ աֆորիզմների ու լոգարիթմների անհատական էքսկլյուզիվ հավաքածու ունեմ, արա։ Ես, որ ցերեկը գիրք էի կրծում, գիշերը կոկորդ։ Ես, որ այնայնը պատգամավոր էի դառնում, չթողին ասիները պուջուրես։ Արա ես, որ իմ մի օրվա եկամուտը կազմում է 10 օրվա հանգիստ Դուբայում ու 100 հոգանոց հասնիքի սեղան։ Ես, որ չուչի ծառերը կդրեցի գավաշ սարքեցի, որ մարդկանց տաշկը կկայնեն մեջը։ Ես, որ այդ ծառերը կդրած, այնքան չկցեցի, որ մնաց չուչում, որ թետված ինտա մարդկանց, արա։ Արա ես, որ... Արա լավ է, ես ոնց եմ վաբշե շպվում ձեր հետ, այդ չինովնիկներ։ Ով, լավ դադրկվանք։
գալիս ես ողնել եմ, միայն դուլակ։ Ես դե լուրջ բաներից եմ խոսում, դու եկի ինչեր ես անում։ Կասես թող մեկը ներս մտնի։ Լսում եմ։ Այդ փամփուշտները վերցրելա ձեր վաշտից ինչ-որ մեկը։ Հնարավոր չէր, որ ուրիշ վաշտից գային մտնեին ձեր զինանոց։ Տղաների մեջ այդ թեմայով խոսակցություն չի գնացել։ Ոչ մի կերպ։ Գիտեք, թե չի բացահայտվելու, հա։ Էն էլ ոնց է բացահայտվելու։ Ու այդ ժամանակ ոչ Երանին նրան, ով սխալ ինֆորմացիա տված կլինի։ Մեկուսարանի դռները բաց կլինեն այդ զինվորի առաջ։ Պարոն փոխգնդապետ, ես չեմ վերցրել այդ փամփուշտները։ Դու չես վերցրել։ Ոչ ոք չի վերցրել։ Բայց այդ փամփուշտների մի մասը հայտնվել է Գարիկի ուսապարկում, իսկ մյուս մասը կտորի մեջ փաթաթված քարերի արանքում։ Այդ բոլոր փամփուշտները միասին կազմում են ձեր զինանոցից կորած փամփուշտների թիվը։ Պարոն կապիտան, Եվրեդոր Օսեպյանը ներկայացել է ձեր հրամանով։ Պշտիկյանը քեզ հարցակնեց։ Ճիշտ այդպես։ Հետո ինչ բարձվեց։ Վերջը դու էիր փամփուշտներ տանողը։ Ոչ մի կերպ։ Դու չէիր կարաններ, որովհետև դու զբաղված էիր։ Կենտրոնացած էիր ավելի կարևոր գործի վրա։ Քայլի հետս։ Հեռուստացույց, հեռուստացույց, հեռուստացույց։ Նստի։ Մի օր էլ հեռուստացույց չնայիր, ինչ պիտի լներ, որ մարժ է դրա համար վեճի բռնվել։ Ես վեճի մեջ չեմ բռնվել։ Մենք պրոստը որոշենք ինչ գնանք, որ այդ տելևիզորը սարքի։ Բա ինչի ես դու կապտուկներով, իսկ մրդոն ոչ։ Որովհետև մրդոն հարցակվել է քո վրա այն ժամանակ, երբ որ մտքովդ չի էլ անցել, շատ հանկարծակի։ Իսկ ինչի է հարցակվել։ Որովհետև ինքը այն զինվորն է, որին դու ուղարկել ես հեռուստացույց բերելու։ Ինքը այն զինվորն է, որ եթե ինչ-որ բան է լինում անելու, ամբողջ վաշտը նայում է իրան։ Նման մարդիկ, նման զինվորը խուսափում է բացահայտ հարցակումից։ Դրա համար էլ մրդոն խուսափել է բացահայտ հարցակումից։ Դրա համար էլ ինքը առանց կապտուկների է։ Իսկ դու ասում ես ընկել եմ տուրնիկների վրա։ Հա, բայց ես իրոք տուրնիկների վրա եմ ընկել։ Հիշում ես սկզբից, որ ինձ ասեցիր տուրնիկի վրա եմ ընկել ինչքան համարձակ էիր։ Ամենայն դեպս ավելի համարձակ, քան հիմա։ Մարդը, երբ որ լսում է ճշմարտությունը, ներսում ինչ-որ բան է կատարվում։ Ես կխոսամ այնքան ժամանակ, մինչև որ ինձ կասեն ճշմարտությունը։ Էդ իմ մեթոդն է։ Քո մոտ դեռ չի հասունացել ինձ ճշմարտությունն ասել, բայց ես կհասունացնեմ։ Ծխես։ Կհասունացնեմ, կջրեմ ու ճշմարտությունը ձիլ կտա։ Ես քիմիա չեմ օգտագործում, մենակ ջրում եմ։ Ասում ես բոլոր վաշտերը ստուգել ես, հա, Պշտիկյան։ Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։ Բոլոր վաշտերը ստուգել եմ, կտրած սահման չեմ գտել։ Ինչ պետք է ստուգել սահմանը։ Ուզում եմ տանեն երրորդի նկարիչին վրան սիրուն բանման նկարի ղրգեմ տուն։ Մենո, դե գոնե դու մի բան ասա։ Բայց դու լավն ես, գիտես։ Էս ջայլ աղջկեքի նկար են չես նայում, տատիկներին է նայի։ Դե կոնի է, խիշուստրի տղա ես դարա։ Մեզ նով է հապատ, մեզ նով